Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 16-ի համար։ Տեսնենք, թե մեզ ինչ է սպասվելու այսօրը, տեսնենք ինչ է լինելու։ Գնենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 16-ին։ Ինչ-որ բան է ձեզ մոտ հեշտանալու, որպեսզի անեք, ավելի այդպես կամուրջ կստեղծվի ձեզ համար, որպեսզի այդ հարցին ավելի շատ հեշտ լուծում գտնի, կարող է հանդիպում է, խոսակցություն է, շփում է, ինչ-որ պահեր են ավելի է հեշտանում։ Այդ օրը նվերներ, անակնկալներ, ուրախ պահեր կլինեն, տրամադրությունը բարձր կլինի, ոմանց համար սա սիրային ժամադրություն է։ Եվ այդ օրը կհանդիպեք ձեր ընկերոջը կամ ընկերուն, միգուցե նոր ընկեր եք ձեռք բերում։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 16-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև գուցե օտար երկրի հետ է կապված, այնտեղից ոչ նորություն լսեք, գուցե դուք եք գնում օտար երկիր, նաև սա նաև ինչ-որ աստղային պահ է, ինչ-որ փայլելու պահ է, կարող եք փայլել, նաև ճակատագրական որևիցե ինչ-որ քայլ եք անում։ Այստեղ կտրուկ ինչ-որ մի բան հիմքից կփոխեք այդ օրը, նաև կարող եք վիճել, ուշադիր եղեք։ Կարող եք վիճել ձեր երկրորդ կեսի հետ, շատ ուշադիր եղեք, կամ կտրուկ ինչ-որ մի բան է փոխվում, սա նաև կարող է պայմանագիր եք կնքում այդ օրը, շատ կարևոր, կամ դե ուշադիր եղեք, որպեսզի այստեղ նաև եւս կարող է բաժանում է եւ այլն, դա եւս հաշվի առեք, որտեղ կտրուկ քայլ կարող եք անել այդ հարցի հետ կապված։ Նաև սա հենց կտրուկ գործարք է, կտրուկ գործարքը չեղյալ համարել է, այսինքն մարդը հիմքից ինչ-որ մի բան փոխում է, իր ընտանեկան կյանքն է փոխում հիմքից, իր գործունեությունն է փոխում հիմքից, այդպես է, դա եւ լավն է լինում, եւ վատը։ Բայց սա նաև ուշադիր եղեք այդ օրը սուր գործիքների հետ կապված ամեն ինչից։ Նաև այդ օրը ճանապարհ եք գնալու կամ դեր գործերը առաջ կմղեք, նաև շատ կլինեք այդպես տարբեր ճանապարհներին։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 16-ին։ Սովորեք այդ օրը, ուսմամբ կզբաղվեք, եթե գաղտնիք կբացահայտվի ոմանց համար, նաև ինչ-որ գրքի էջ կփոխեք եւ դա ձեզ նոր կյանքի իմաստ կտա, նոր հնարավորություններ, նոր ձևով կսկսեք ապրել, նոր ձևով ինչ-որ քայլեր անել, ավելի հասուն կսկսեք մտածել, ավելի իմաստուն ձևով եւ հաջորդական քայլերը ավելի իմաստուն կլինի։ Ոմանք կպարապեն, գուցե քննություններ ունեք, գուցե ինչ-որ դասերի հետ է կապված, դա եք պարապում, գիրք կարդալ նաև ավելի լավացնել ձեր հմտությունները, լավացնել ձեր գիտելիքները եւ ուղղություն կընտրեք այդ օրը, ինչ-որ ուղի է, որը կընտրեք, ավելի ուրիշ ձև կմտածեք եւ կսկսեք ինչ-որ նոր ուղի փնտրել ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 16-ին։ Ինչ-որ բան է ձեզ մոտ կայունանալու, նորմալանալու, այն ինչ-որ անկապեր, դա է կայունանում, դա է նորմալանում, գուցե հարաբերություններ, միգուցե ֆինանսական վիճակը, աշխատանքը եւ այլն, յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Նաեւ այդ օրը շատ խոսակցություն, շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, գուցե նաեւ լեզվակռիվ է, բամբասանք նույնպես, բայց ավելի շատ շփում այստեղ երկհեսանի մարդիկ կան, կարող է ձեզանից ինչ-որ բան են վերցնում, որ տանեն սրան նրան ասեն։
Նրան պատմեն ձեր մասին, ինչ-որ բանի մասին, դա պետք է արդեն ուշադիր լինեք, որ շատ բան ուղղակի չխոսեք։ Եվ կարող են ձեզ շփոթեցնել այդ օրը, ուղղությունից կտրել, դուք ինչ-որ ուրիշ բան եք որոշել եւ անընդհատ իրենց ասելով ինչ-որ բան փոխեք ձեզ մոտ։ Դե մի թույլ տվեք, որ մտնեն ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում հարուստներին մայիսի 16-ին։ Փաստաթղթերի հետ կապված հարցեր կունենաք այդ օրը, ոմանք նաև կարող են աշխատանքի ընդունվել, ոմանք պետական հիմնարկություն գնալ, դե ինքը շաբաթ է, կարող եք գնալ, նաև նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ-որ մեկի հետ, ինչ-որ ցուցակ կազմեք, ոչ բան անելու համար, աշխատանքի համար, բիզնեսի համար, առաջ խաղացում ունեք նաև, ոմանք այդ օրը ռեստորան կարող են գնալ, այնտեղ կեֆ, ուրախություն անել, եւ դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, այնպես որ օգտվեք այդ առիթից, որ այդ հնարավորությունները կան, ինչ-որ մեկի հետ թեկուզ խոսելու, ծանոթանալու համար, կամ պետական հիմնարկությունում ինչ-որ գործեր անելու, ավարտելու։ Դա կարող ինչ-որ թուղթ եք ուղարկում, թուղթ եք հանում, թուղթ եք ցույց տալիս ինչ-որ միտեղ, ոչ թե պետական հիմնարկություն։ Այսքանը հիանալի օր է։ Ուղղակի հիանալի օր է, ինչ գործեր ունեք արեք, որովհետև նաև կարող եք ինչ-որ բաներ անել, ավարտել այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 16-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, ինչ-որ բանի հետ է կապված սա։ Ինչի՞ է կապված։ Ուսման հետ կարող է լինել կապված, ոչ թե գաղտնիք կարող է բացահայտվել, դա է պատճառը։ Այդպես էմոցիոնալ եք, կամ ինչ-որ մի բան ոնց որ մութ է, գաղտնիքները, մութը ոնց որ բան չեք տեսնում ձեր դիմացը, չեք հասկանում ինչ է կատարվում, եւ այդպես բացահայտվում է ամեն ինչը, եւ հիմա արդեն նորմալ է։ Կայունանում է ամեն ինչ, նորմալանում է ամեն ինչ արդեն։ Այն ոլորտը, որը որ կաղում էր, այն ոլորտը, որ էմոցիոնալ եք եւ չգիտեք ինչպես այդ հարցին լուծում տալ, կարողանում եք լուծել եւ կայունացնել այդ խնդիրը։ Եվ այդ օրը օծեր կան, նախանձմարտիկ, բամբասկոտներ, նաեւ դուք ինքնդ կարող եք իմաստուն լինել, կարող նաեւ հենց դա է ասում, որ իմաստուն եղեք եւ էմոցիաների ազդեցության տակ ոչինչ մի արեք։ Եթե ինչ-որ բանը կայուն է, մի քանդեք։ Այսքանը, լավ, տեսնենք օծերը այլ ինչ են ուզում։ Նրանք ուզում են մտնել ձեր սիրային հարաբերություններ, ձեր կյանք, ձեր անձնական կյանք։ Նաև սա, եթե սիրային թեմա է, այստեղ ինչ-որ մի բան էմոցիոնալ եք, ապա սա եւս, ասում եմ, մի քիչ իմաստուն եղեք եւ այս ոլորտը սիրային կայունացրեք, կամ եթե կայուն է, մի քանդեք, ինչ-որ ձեր կամ կասկածներով կամ չգիտես ինչ դե գաղտնիքերի բացահայտվում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 16-ին։ Այդ օրը ոչ է ուղղություն կընտրեք, ինչ-որ գործեր անելու համար, կամ հաշտվելու, խոսելու, ինչ-որ մի բան է, մի ուղղություն է, յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ-որ մի ուղղություն կընտրի այդ օրը, սա եմ անելու, ոնց որ այդպես, վերջ այսպես եմ որոշել, սա եմ այսպես է լինելու, կամ սա եմ անելու, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է, դե իր հետ կապված կարող է լինել, ինչ-որ ընտրության առջև կանգնած լինեք, կամ ինքը ձեզ կարող է վերափոխել, այնպես անել, որ սկսեք տատանվել, ինչ-որ բան է ձեզ առաջարկում, որը ևս էլի կարող եք մտածել, ընտրություն անել, սա նաև ամեն մեկը իր ճանապարհով գնալն է, կամ ինչ-որ մեկը այստեղ ուղղություն է դա է ընտրում, որ այդ աղջկա հետ ամեն մեկը պետք է գնա իր ճանապարհով։ Այդ օրը ոմանք առիթի են, ոմանք ավելի շատ կգտնվեն հասարակության մեջ, հասարակական կյանքով կապրեք, ավելի շատ սոցհարթակներում,
Դե նաև առիթը, շաբաթը այսպես թե այնպես, ինչ-որ մարդիկ կարող են առիթներ, եթե հարսանիք էլ չկա, միևնույն է, դա դեռ չի նշանակում, որ առիթ չկա, կնունք կարող է լինել կամ մեկ այլ հարցեր։ Ծնունդ կարող է լինել, գնում եք ծնունդի։ Դե հասարակական կյանքն է, դա կամ ի ցույց կարող եք դնել ձեր հասարակական կյանքը, ձեր կյանքը հասարակությանը, կամ սա կարող եք այցելել այգի, նման տեղ, որտեղ որ շատ մարդիկ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 16-ին։ Այդ օրը գումար կամ կստանաք, կամ նաև գումար կծախսեք։ Երկուսն էլ կա, այստեղ, հա, այս քարտերում։ Բավականին ոգևորված կլինեք, այսօր կողմ կգնաք, ինչ-որ գործեր կանեք, սա կանեք, կավարտեք, նա կանեք, կավարտեք, այնպես ինչ-որ բաներ, հա, առաջ կտանեք ձեզ մոտ։ Նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն ձեզ, կտան, փաթեթ կարող եք ստանալ այդ օրը, եւ ինչ-որ մի բանի կորուստ է, տեսնենք ինչի կորուստն է սա։ Զույգի հետ է կապված, կամ վստահության կորուստ է, կամ պայմանագիր է այստեղ, որը կարող եք, հա, վերջ տալ պայմանագրին, դա եւս, հա, համարվում է կորուստ ինչ-որ չափով նաև։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեք, որ ձեր երկրորդ կեսին չկորցնեք։ Այստեղ նաև պայմանագիր է, գործարք է, որը կարող եք ձեր ձեռքից ուղղակի բաց թողնել եւ չկնքել այդ գործարքը։ Գուցե աշխատանքային պայմանագիր է, մեկ այլ բան է, որ էլի իրոք բաց եք թողնում ձեր ձեռքից։ Այստեղ ուշադրություն է պետք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 16-ին։ Խոչընդոտներ են, որոնք պետք է հաղթահարեք, խնդիրներ են, տեսնենք ինչն է սա։ Ինչ-որ մի բան պետք է գնա, ինչ-որ մի բան պետք է գնա ձեզանից։ Դա ձեզ դուք համարում եք դա կորուստ։ Դուք կկարողանաք խոչընդոտները հաղթահարել։ Այս ինչ խոչընդոտներ կան, կկարողանաք հաղթահարել առանց որևիցե ինչ-որ դժվար խնդիրների։ Նաև այդ օրը ինչ-որ մի բան է միևնույն է գնալու այն ինչ-որ կողոդայ է, հա, այստեղ կողը ուրախանում եք մի կողմից էլ, որ ի վերջո ազատվեցիք դրանից։ Գուցե խոչընդոտներն են, որ գնում են, այնքան էին հավաքվել եւ ոչինչ չեք անում եւ հիմա անում եք գնում է։ Դա է գնում նորին տեղ բացելու համար։ Բայց նորին տեղ բացելուց ինչ-որ մի բան այսպես թե այնպես պետք է գնա, ինչ-որ մի բան պետք է կորցնեք էլի, միևնույնն է։ Էմոցիոնալ եք բավականին շատ, ինչ-որ մի բան է գնում այստեղ։ Ոմանց համար նաև ինչ-որ մեկը կարող է գնալ։ Յուրաքանչյուր բան ինչ էլ որ գնա, միևնույնն է, հա, էլի էմոցիոնալ կլինեք, բայց նոր եկածող բանը ոնց որ խնդիր է ստեղծում ձեզ համար։ Դա ձեզ էլ ավելի հավելյալ էմոցիաներ է տալիս, հենց այդ որ խնդիրներ կան։ Օրը այդքան էլ բարեհաջող չէ։ Օրը պետք է իրոք, ոնց որ ձեզ մոտ էս վերջես այդքան էլ լավ բաներ չեն։ Պետք է գլորեք գնա այդ օրը։ Այսպես թե այնպես ինքն արագ է, ինչպես լույսը բացվում է, այնքան արագ մթնում է, բայց պետք է, հա, կենտրոնանաք ուրիշ բաների վրա, ոչ թե սրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 16-ին։ Շատ սեր, դուք սեր կտաք, ձեզ սեր կտան, այդպես ամել եկեսանի մարդիկ եկան, և նա կա, շատ սեր այդ օրը, սիրո խոստովանություն, դե կարող սիրո խոստովանություն ունեմ ինչ-որ մարդկանց մոտ և նախանձում են ձեզ այդ պահին, նաև դե
կարող է լինել դա այդ շատ սերը, որ կա, որ ստանում եք 4 կողմից, դրանից են նախանձում։ Այդ օրը ոմանք ճանապարհին կլինեն, տեղափոխություն է սա, երկար ճանապարհ է, նաև փոփոխություն է ձեր կյանքում, փոփոխությունը կարող է լինել երկրի, քաղաքի, ինչ-որ փոփոխություն է մտնում ձեր կյանք, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, այդպես, կոյ ինչ-որ մի տարածք եք փոխում և դա է այդպես, ձեզ մոտ փոփոխություն որպես։ Եվ այդ օրը երկերեսանի մարդիկ կան, ինչ են ուզում ձեզանից, դե նախանձում են միգուցե։ Ձեզ կարող են այնպես անել, որ սկսեք տատանվել, ընտրության առջև կանգնել, ոնց որ ձեր մտքերը կարող են մտքերի վրա ազդեն, որ մտքերը սկսեք փոխել, արդյոք այդպես է, թե ոչ, ինչ-որ մի բան է։ Երբ որ տատանվում եք, իրանց եք դիմում, իրանց եք հարցնում, իրանք էլ դե երկերեսանի են, իրենց օգտին են ինչ-որ մի բան ձեզ խորհուրդ տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսների մայիսի 16-ին։ Ինչ-որ մի բան եք գնալու ձեր կյանքից, նորի համար նոր ուղի եք ընտրելու, միգուցե դուք եք հանում ինչ-որ մի բան, որը ձեզ պիտանի չէ և հանում եք դուրս այդ պրոցեսը, այդ հարցը և նորին եք տեղ բացում, նորի ժամանակ ընտրում եք, ահա, վերջ, սա գնաց, սա ուրիշ ձև եմ արդեն անելու, այսպես եմ արդեն անելու, այսպես կարող եք նաև մտածել։ Բայց ոչ ոքի մի ասեք, որտև երկերեսանի մարդիկ կան և ձեզ կարող են շեղել ուղղակի, ձեր մտքից, ձեր ցանկություններից, որ ուղի եք ընտրել, ձեզ կարող են նայեք, այստեղ ինչ-որ այդքան էլ լավ պահեր չեն, մի լսեք այդ օրը դրանց, մի լսեք բացարձակապես, մի պատմեք ոչինչ, թեկուզ որ վայ գնաց ինչ-որ մի բան, կամ ուղի, ձեզ կարող են այնպես անել, որ ձեր մտքերը լուրջ չնայեք, որ ուրիշ ձև սկսեք մտածել արդեն, այնպես որ այստեղ ևս պետք է լավ ուշադիր լինեք, մի վստահեք այդ օրը իրանց, ուղղակի, իրենք կարող են, իրենց կողմից կարող եք ինչ-որ անսպասելի մի բան լսել, ստանալ։ Այսքանը ձեզ համար, դե զգուշացումը լավ բան է, որպեսզի հասկանաք, որ այդ օրը մարդիկ ձեր կողքն են և ձեզ կարող են հեղափոխել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 16-ին։ Ինչ-որ բան է գնալու ձեր կյանքից, նորը գա, բայց դա ձեզ համար կարծես թե ավելի լավ է, որովհետև նորի համար դուք բաց եք, դուք աշխուժ եք, որ ինչ-որ նոր բան անեք, ասում եք ոնց որ գնացն է հիմա, այդպես էր պետք, այդպես, և ավելի աշխուժ եք, ավելի ոգևորված, ինչ-որ գործեր կանեք այդ օրը, շատ կարող եք ճանապարհներին լինել, գնալ այս ու այն կողմ, շատ եղեք, որ ինչ-որ մի բան չկորցնեք այդ ճանապարհներին, նաև հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն տուն կամ արդեն իսկ պատվիրել եք և հիմա կստանաք այդ պատվերը, և ոմանք առիթի կլինեն այդ օրը, կամ ձեր տանն է առիթը, հրավերք կամ առիթի, նաև դա հասարակական կյանքն է, ավելի շատ կլինեք մարդկության մեջ, մարդկանց հետ, միգուցե այգի գնաք կամ մտնեք սոցհարթակ, այնտեղ մարդկանց հետ ավելի շատ շփվեք, այդպես ավելի շատ ոնց որ հասարակական կյանքն է դա, կամ կարող եք ներկայացնել ձեր հասարակական կյանքը տարբեր մարդկանց, ինչ եք անում, ինչպես եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։